ես 35 տարեկան եմ, բայց օրինակ եթե դուք ինձ հարցնեիք 10 տարի առաջ, 11, դու քանի տարեկան ես, ու եթե ես պատգամավոր լինեի, ու ես ասեի 24, ձեր լեգիտիմ իրավունքը կլիներ ինձ ասել, բայց մի վարքյան, ոնց ես դու 24 տարեկան եւ պատգամավոր, եթե ըստ մեր օրենքի դու պետք է լինես 25 տարեկան, որովհետեւ ըստ մեր չեմ մանիպուլացնում, որովհետեւ ըստ մեր սահմանադրության կամ օրենքների պատգամավորը պիտի լինի առնվազն 25 տարեկան, մի վարքյան։ Ըստ եկեղեցական կանոնի կաթողիկոսը, եպիսկոպոսը, արքեպիսկոպոսը ցանկացած ոչ կուսակրոն եկեղեցական պիտի լինի կուսակրոն։ Եվ եթե մի վարքյան, իշխանության հարցը չի, դուք հիմա հարց եք տալիս Ռուբեն Ռուբինյանին, ասում եք ինչու եք ասում Կտրիշ Ներսիսյան։ Ես ձեզ բացատրում եմ ինչու եմ ասում։ Մի վարքյան, վարչապետը տերոր է անում, ոնց է դա արտահայտվում։ Առավոտից իրիկուն հոգեվարական իր տիկնոջ հետ է տերոր անում, Ոնց է տերոր անում, բացատրեք։ Առավոտից երեկո գրում է օրինակ ճնշում է սրբազանին, ենթադրել։ Ինչ։ Ճնշում է սրբազաններին, Ինչով է սրբազանի ճնշում։ քերակնոջն է Ինչով է թիրախավորում, ճնշում։ հոգեբանական ցավ է իմ առաջացնում։ Նախ ես հորդորում եմ ոչ ոքի չտիրախավորել սրբազանի քերակնոջը, ինքը որևէ մեղք ոչնչում չունի։ Երկրորդը, ես ձեզ բոլորիդ հարց եմ տալիս, մենք բոլորս որպես հանրություն, որպես աշխարհի առաջին պետականությունը, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդ, մենք խնդիր չենք տեսնում, որ մեր կաթողիկոսը կուսակրոն չի։ Եթե մի վարքյան, եթե դուք խնդիր չեք տեսնում, անկեղծ եղեք, ազնիվ եղեք ու ինձ ասեք, պարոն Ռուբինյան, հա ինչ անենք, այստեղ խնդիր միայն վեհապարը չի, եկեղեցին է թիրախավորված, որովհետև սրբազաններին են թիրախավորում, օրինակ Աննա Հակոբյանը հիմա հետ են գալիս, հիմա գալիս ենք ձեր հարցի, հիմա գալիս ենք ձեր հարցի տրամաբանությանը։ Դուք ասում եք, որ եթե քննադատություն է հնչում կամ ինչպես դուք եք ասում, թիրախավորվում են սրբազանները, ուրեմն թիրախավորվում է եկեղեցին։ Հիմա հարց, եթե ինչ-որ մեկը թիրախավորում է ինձ կամ Նիկոլ Փաշինյանին, կամ ցանկացած այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, պատգամավորի կամ կառավարության անդամի, արդյոք դա նշանակում է, որ թիրախավորվում է պետությունը։ Իհարկե ոչ, չի նշանակում, որ ոչ մի հոգևորականներն են վարկաբեկում, կոնկրետ մանկապետի անունը, կոնկրետ քերակնոջ անունը։ Մի վարքյան։ Եթե դուք ասում եք, որ քննադատությունը առհոգևորական նշանակում է վարկաբեկել եկեղեցին, նույն տրամաբանությամբ կարելի ասել, որ պատգամավորին քննադատելը նշանակում է վարկաբեկել ազգային ժողովը եւ Հայաստանի պետական ինստիտուտները։ Օդից կախված հանցագործությունների մեղադրանքներ են։ Եթե նկատեցիք, ընդհանրապես մի բանի մասին նշեցի։ Ես նշեցի, որ Կտրիշ Ներսիսյանը կուսակրոն չէ եւ դա ստեղծում է անհամատեղելիություն իր կաթողիկոս լինելու հետ։ 7 տարի հետո Ռուբինյան, դուք որպես քրիստոնյա որ գիտեք, Դուք եւս ներկայացեք Փաշինյանը եւս։ Այդ ժամանակ այդ հարցերը չկար եւ այդ հարցերը առաջացավ, երբ որ Այդ ժամանակ այդ հարցերը մի վարքյան էլ ախր լավ էլի դուք չեք հոգնել ձեր բանից Փաշադազադը խոսած իսկ դուք որ խոսում եք կարող է բանա նույն օտարեր մի վարքյան իսկ զուգադիպությունա որ համ դուք եք նման հարց տալիս փորձում եք կապել տեղի ունեցողը Ադրբեջանից եկող հրահանգների հետ համ դրա մասին խոսում է Բագրատ arczepiskopos Գալստայանը որը օրերս ոչ թե օրերս այլ մի շաբաթ առաջ մոտավորապես հրապարակավ հայտնել է որ իր հետ կապվել են օտարերկրյա ուժային մի վարքյան թողեք ավարտեն իր հետ կապվել են օտարերկրյա ուժային կենտրոնների ներկայացուցիչներ որոնք իրեն ասել են որ եթե դուք չհեռացնեք Նիկոլ Փաշինյանին Հայաստանում Սոդոր Գոմոր է տիրելու Հիմա մի վարքյան ձեր ու ինքն էլ ասում որ բանա Փաշազադեի ասածից մի վարքյան եւ Բագրատ arczepiskopos Գալստայանն էլ ասում որ իշխանության ներկայացուցիչների կողմից քննադատությունը
կուսակրոնությունը չպահող եկեղեցականներ դրդված է Ադրբեջանից։ Հիմա ես կարող եմ ասել, որ դուք եք մոտարապես նույն տոնայնության մեջ հարց տալիս, կարող եմ ասել, իսկ գուցե դուք եք ուժային կենտրոնների ներկայացուցիչները հանդիպել։ Իմ ասածը ձեզ դուրս չեկավ, չէ՞, ընդհանրապես, որովհետև ինչ որ բան է, կոնսպիրոլոգիա է, չէ՞, դե ես խորհուրդ եմ տալիս, դուք եք չսպառել։ մասին էիք խոսում։ Հիմա բա ինչու 7 տարի։ Ես չէի խոսում, Բագրատ arczepiskopos Գալստանյանը ինքը ինքնախոստովանություն է արել։ Իդեպ ձեզ, մի վարքյան։ Իդեպ ձեզ, սիրելի լրագրողներ, բոլոր լրատվամիջոցների։ Եթե դուք ձեզ համարում եք իրոք անաչառ լրատվամիջոցներ, ես կասկած չունեմ բացարձակ դրա վերաբերյալ Հավլիցի։ Եթե դուք համարում եք ձեզ անաչառ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ես խնդրում եմ Բագրատ arczepiskopos Գալստյանին տվեք հետևյալ հարցը, թե որ երկրների ուժային կենտրոն արտահայտություն իր արտահայտությունը ես չեմ հորինել, որ երկրների ուժային կենտրոններն են իր հետ հանդիպել, ինչ ուժային կենտրոններ են դրանք, օրինակ չգիտեմ, հատուկ ծառայություններ են, հետախուզական ծառայություններ են, պաշտպանության նախարարություններ են, չգիտեմ ինչեր են, հարցրեք, եւ որ երկրների ծառայություններն են դրանք, ինչ են իրենք ասել իրեն եւ արդյոք ինքը չի համարում, որ խնդրահարույց է, երբ որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը, որը նաև զբաղվում է քաղաքականությամբ, որը իրեն հռչակել էր վարչապետի տեխնացու, իդեպ այս մասը նկատեցիք, վարչապետի տեխնացուն ոնց որ փոխվեց։ Սկզբից սրբազաններ, հետո խեղ սրբազաններն ասեցին դե լավ, քեզ մոռացանք, հիմա բան, Մասիսի քաղաքապետին են դրել։ Խնդրում եմ այդ հարցերը գտակ։ Մի վարքան, իսկ դուք կարծում եք, որ դուք բոլորդ անդադ կարող եք թեման շեղել, իսկ ես չեմ կարող։ Հիմա վերադարձանք Դուք գնացել եք օրինակ Փաշինյանի հայտարարությունից հետո գնացել եք մայրաքվոր որևէ եկեղեցի տեսել եք մարդկանց հոսքը, թիվը, բայց ես շատ ուրախ եմ որ որևէ մեկը հասարակացի վեհապարին հարցեր բայց ես միայն Փաշինյանն ու իր թիկին բայց ես շատ ուրախ եմ որ հոսք կա դեպի մայրաթոր, որովհետև եթե ձեր մտքում մեր իշխանությունը հակաեկեղեցական է, դա միայն ձեր մտքում է։ Պարոն Ռուբինյան, Հայաստանը ԱԱՑ ունի, այս մտահոգություն։ Կապ ուներ Ով ասեց բայց ով ասեց ձեզ, որ իշխանության ներկայացուցիչներ դուք գնում եք պատարակի ամեն օր։ Պարոն Ռուբինյան, ամեն պատարակի գնում եք։ Լավ մի բան ձեզ Հա, ու դուք կարծում եք, որ այն եկեղեցին, որտեղ դուք գնում եք, չէ, մի վարքան, որ եկեղեցի եք դուք գնում։ Որ եկեղեցի եք։ Չէ, դուք ասում եք, ես գնում եմ պատարակին եւ չեմ տենում իշխանության ներկայացուցիչների։ գնում եք այն ժամանակ, երբ որ քաղաքացիները Իսկ դուք որտեղ հրապարակային չեք տեսնում, մի եկեղեցում կամ մի տաճարում, կարող ենք մյուս եկեղեցի։ սովորաբար հայրապետական նկատի ունեմ գնացել է ոչ թե ասենք Մայրաթոր Սուրբ Էջմիածին, այլ ասենք Սուրբ Լիպսիմե եկեղեցի։ Կարող է։ Պարոն, հիմնականում իշխանության ներկայացուցիչները հայրապետական պատարակների։ Ես կարծում եմ, որ ես հետևում եմ եկեղեցական կանոնի։ Եկեղեցական կանոնը ասում է, որ Հայաստանի հայ առաքելական եկեղեցու գլուխը վեհապար հայրապետը պիտի լինի կուսակրոն։ Դա ես չեմ ասում, դա ասում է եկեղեցական կանոնն է եւ հետեւաբար ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ եկեղեցու գործունեությունը համապատասխանի այդ կանոնին։ Եվ վեհապար մենք ունենանք վեհապար հայրապետ, որը չի խախտել կուսակրոնության ուխտը։ Ինձ թվում է նորմալ Փաշինյանը ուղիղ ասում է, որ վեհապարը անառակ է, կիսում եք իր այս դիրքորոշումը։ Ես ասացի իմ դիրքորոշումը որն է։ Իմ դիրքորոշումը հետևյալն է։ Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ սրբակրոնության ուխտ տված անձը պիտի հետևի իր ուխտին։ Եվ եթե չի հետևում, ինքը չպիտի զբաղեցնի եկեղեցական դիրք, որի համար պայման է, պարտադիր, որ ինքը պիտի լինի կուսակրոն։ Որտեղին տեղավորումը դորեցում եք հասկացել եք հետևում եկեղեցականներին թեմային ինչպես Ինչ չլսել արդեն չեմ։ ասում եք որ կհետևեք եկեղեցականների արձագանքին այս թեմային։ Սա նշանակում է որ վարչապետը չի զբաղվելու այդ իր 10 հոգանոց համակարգով։ Չի զբաղվելու է։ Ձևավորվել է։ Ոչ չգիտեմ, պետքա ճշտեք։ Կաթողիկոսին հանելու օրակարգը մնում է իր առաջնահերթությունը։ Ախր ժողովուրդ ջան, հասկանում եք, մեր եկեղեցու
գլուխը, որը պիտի լինի կուսակրոն։ Կուսակրոն չի։ Ուրիշ բան եմ Ապացույց ունեք, ապացույց Լսեք, կրկին, քանի որ ես վստահ եմ, որ դուք բոլորը շատ անաչառ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, խնդրում եմ հարցրեք եկեղեցու որևէ ներկայացուցիչի ընդդիմադիր։ Հարցրեք, ասեք ժողովուրդ ջան, ինչի չեք ասում, որ չէ, այդպես չի։ Դա ձեզ համար է օրակարգ, քաղաքացիների համար օրակարգ է, որ հեսա Սյունիքում կարա պատերազմ լինի, պայմանավորված նաև Իրանում տեղ ունեցած իրադարձություններով, քաղաքացիների համար միջև հիմա օրակարգ է, որ 5000 զոհ է ձեր իշխանության ժամանակահատվածում եղել, այսինքն դուք է, որ պիտի որևէ մեկի բարոյական արժեքից խոսեք։ Բայց եթե քաղաքացիների համար սա չի օրակարգը, կարող եք ինձ բացատրել, ինչի եք բոլորով ինձ դրա մասին հարցեր տալիս։ Ինչի եք ինձ հարց տալիս դրա մասին։ Որտեղ դուք պիտի պատասխանատվություն կրեք նաև ձեր արտահայտած Հիմա հիմա հարց եմ ձեզ տալիս։ Մի վարքյան ոչնչացնելով գնում։ Լսում եմ, ես համբերատար լսելու եմ ձեզ, չմտածեք։ Չէ, բայց մի վարքյան, էլի, դուք ասում եք հարցության համար դա չի օրակարգը։ Ինչի եք ինձ դրա մասին հարց տալիս։ Ես եկա ձեզ ասեցի, ես եկա ձեր մոտ բացեցի բան կաթողիկոսի թեմա, չէ։ Դուք ինձ այդ հարց տվեք։ Չտակ ժողովուրդ ջան, մի տվեք։ Որովհետև մեզ համար դուք պիտի քաղաքական պատասխանատվություն ունենաք առնվազն։ Իսկ ձեր ասած մնացած հատվածներով բան, ինչ ասեցիք, ասեմ, այդ ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ձեր լրատվամիջոցի եւ ձեր քաղաքական ղեկավարը։ Լրատվամիջոցները ես եմ։ Ուրեմն դուք եք։ Ես քաղաքական։ Ուրեմն դուք եք։ Պարոն Ռուբինյան, Իսկ իդեպ ով է ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ով է ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ես կարծում եմ մենք բոլորս իրավունք ունենք դա իմանալ։ Ես իրավունք ունեմ իմանալ։ Չէ, ով է։ Կարող եք հարցում ուղարկել, ես Չէ, բայց ի՞նչն է ձեզ խանգարում որ հիմա։ Խնդրում եմ ինձ ասեք, New Day լրատվամիջոցը ով է ֆինանսավորում, խնդրում եմ ասեք։ քաղաքացիները, Ով, իմ ընկերները, քաղաքացիները, ովքեր, ոնց է։ իմ ընտանիքը։ Հիմա մի քանի տարբեր բան ասեցիք։ Ձեր Իմ ընկերները ընկերները, քաղաքացիները եւ իմ ընտանիքը բաց է։ որ խնդրեմ հետո կուղարկեք ինձ ձեր Հարցում արեք գրավոր, հարցում արեք գրավոր Դե համարեք որ հարցումը արեցի։ Ես կարծում եմ դա շատ կարևոր է որ մենք իմանանք։ դարձեք օրակարգ, դարձեք օրակարգ։ Ինչ։ Ինչ։ Ոնց է վարչապետը կաթողիկոսին այդ հանձնախումբը ինչ է անել։ Այդ հանձնախումբը կստեղծվի, այդ հանձնախումբը կստեղծվի, ինքը արդեն հանդես կգա ենթադրում եմ հայտարարություններով կամ կմշակի գործողությունների 18 պլան։ թվականի նմանատիպ ծրագիր 18-19 թվականի տապալ։ Ես առաջարկում եմ, այսպես անենք, ես կսկսեմ հիմա այսքան պատասխանեցի ձեր հարցերին, հենց որ ասեք ինձ ովքեր են ֆինանսավորում ձեր լրատվամիջոցները, նորից կսկսեմ ձեզ պատասխանել։ Օրինակ տեսեք, Նարեկին չեմ ասի, դա որտեղ գիտեմ ով է ֆինանսավորում։ Ազատության ասեմ։ ֆինանսավորումը բաց արել Այո, բաց է։ դրամաշնորհներով է։ Հա, դրամաշնորհներով է հիմնականում բաց հասարակությունների հիմնադրամից։ Ազատությունը Չէ, ասում եմ բաց Չէ, իմ ասած բաց հասարակությունների հիմնադրամը ուրիշ բան էր։ Հա, լսում եմ ձեզ։ Այն որ այսպես ֆինանսավորման թեման բացվեց, կառավարությունը ֆինանսավորում է, կրթվելը նորաձև է շարժումը, բայց ասում է, որ պետական գաղտնիք է վարչապետի աշխատակազմը, չեմ ասի, հարկատու, որ ասում էին քո գրպանից պետ բյուջե դնելը քո մյուս գրպանն է, հիմա այդ մարդու գրպանից փող են ծախսել եւ չեն ասում թե ինչ կանեն ծախսել, սա ձեզ համար մտահոգիչ է թե ոչ։ Քանի որ մանրամասներին ձեր բարձրացած թեմայի տեղյակ չեմ, կարող ենք այսպես անել, կամ դուք կառավարության ներկայացուցիչներին հարցը տաք, կամ ես հաջորդ ձեր այդ շփման ընթացքում արդեն մանրամասներին տեղյակ կլինեմ, կպատասխանեմ ձեր հարցին։ Ինչի եք այս ախր հանրությունը չի հետաքրվում է։ Դա մեզ էլ է հետաքրքրում, հանցան տեսեք, օրինակ Ես որ ազանը, քերին, քերուկինը։ կամ ով անկապիղծ ամենակարևորը Լսեք, անկախացվածի մասին դա հանցագործության մասին հաղորդում է, օրինակ Ես կարծում եմ, որ հանրությանը պիտի հետաքրի կամ նույնիսկ հետաքրքրում է ոչ թե ով է այս մեկը, կրկնում եմ քերակինը կամ մյուսը, որովհետեւ մեղք չունեն, հանգիստ թողեք այդ մարդկանց։ Հանրությանը հետաքրում է հետեւյալ հարցը։ Այս մարդիկ, որ ասում են ես սրբազան եմ, որ ասում են Աստված պահապան, որին պետք է ասել Աստված օգնական, իրենց ուխտը պահել են թե չէ։ կոնկրետ անուն ասեք, Իդեպ մի բան էլ ասեմ ձեզ էլի, քանի որ էլի կրկին անաչառ լրատվամիջոցներ, բաց եւ թափանցիկ, անի դեպքում դեռ կպարզենք թափանցիկ թե չէ, բայց այդ հնարավորությունը տրված է պարզելու։ Խնդրում եմ հարցնել այն բոլոր եկեղեցականներին, որոնք ասում են
անդիմադիր եկեղեցականներ, որոնք ասում են կառավարությունը կամ իշխանությունը սահմանադրական կարգն է ուզում տապալել, կամ են քաղաքական գործիչներ, հարցրեք։ Երբ որ Միքայել arczepiskopos Աջապահյանը հրապարակավ ասում է, որ ինքը պատերազմի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին ասել է. «Պարոն Քոչարյան, մի երկու հատ դու քեզ հավատարիմ գեներալ չունես հիմա ռազմական հեղաշրջում անել»։ Հետո էլ ասում է, ես հիմա էլ եմ կարծում, որ ռազմական հեղաշրջում է պետք անել։ Հարցրեք, արդյոք սա նշանակում է, որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականը սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչ է արել։ Բացի դրանից, եթե պատասխանը հնչի դե որ դա իր անձնական կարծիքն է, խնդրում եմ էլի եկեղեցական ղեկավարությանը հարցնել։ Մի վարքյան, դուք ձեր ֆինանսավորման աղբյուրները կասեք, հետո կասեք։ Բանը, հարցրեք, արդյոք եթե իրենք ասեն իր անձնական կարծիքն է, ինչու չեն դատապարտում այդ անձնական կարծիքը, որտեղ ես տեսել եմ բազմաթիվ դեպքեր, երբ որ օրինակ հայ առաքելական եկեղեցու այլ arczepiskoposներ կարծիք են հայտնել, վերջերս կարծեմ Վազգեն Սրբազանն էր ինչ որ բաներ ասել, հայտարարություն արեցին հայ առաքելական եկեղեցու անունից, ասեցին մենք չենք կիսում իր արտահայտած կարծիքը։ Հիմա ես կարող եմ եզրակացնել, որ Գերագույն հոգևոր խորհուրդը որ չի արել հայտարարություն ու չի ասել, որ մենք չենք կիսում Միքայել Աջապահյանի, Միքայել arczepiskopos Գերաշնորհ Տեր Աջապահյանի հայտարարությունը առ այն, որ Հայաստանին պետք է ռազմական հեղաշրջում։ Խնդրում եմ տվեք այդ հարցը ու հաջորդ անգամ նորից կխոսենք։